Լոռեցիները հարցեր ունեն ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանին։ Տեսակապով է նա պատասխանում Վանաձորի Արցախի պուրակում հավաքված հայրենակիցներին։ Սամվել Կարապետյան ջան։ Բարև ձեզ։ Իմ առաջին հարցը այն է, որ ես ուզում եմ, որ մեր Հայաստանը մի փոքր մեծանա, նաև եթե մեր Հայաստանում ինչ-որ մի վատ բան լինի, ապա դուք մեկ անհանգստանա, ես ապագայում այնպես մեքենաներ կստեղծեմ, որ մենք միշտ կունենանք ուժեղ Հայաստան։ Այո! Ես վստահ եմ քո վրա։ Հիմա մենք մեր գործը կանենք, կստեղծենք ուժեղ Հայաստան, որ դու արդեն մեծանալով հնարավորություն ունենաս մեծացնել մեր Հայաստանը։ Դպրոցներում պատերից հանել են Արցախյան պատերազմներում զոհված հերոսների նկարները։ Կրթական օջախներում արգելված է նրանց հիշատակին միջոցառումները։ Ահազանգում է այս կինը, որ Արցախյան բոլոր կռիվներին է մասնակցել։ Ռազմահայրենասիրական բոլոր տեսակի միջոցառումները։ Անգամ դպրոցներում թույլ չեն տալիս, որպեսզի իրենց աշակերտը, որը զոհվել է մարտի դաշտում, նրա համար միջոցառում կատարվի։ Ես ցավ եմ ապրում։ Անհեթեթություն է ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդի համար համացանցում տարածվող վիրուսային գովազները։ Իբրև ինքը ընտրվելու դեպքում ռուս-ուկրաինական ճակատ է ուղարկելու 300,000 հայերի։ Պատերազմ եւ պարտություն մեզ բերում են այս իշխանությունները։ Ոչ մի Ուկրաինա, ոչ մի Ռուսաստան, մեր զինվորները ծառայելու են միայն մեր հայրենիքի համար եւ հաղթանակներ տանելու են մեր հայրենիքի համար։ Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից Վանաձորում դպրոցականները հետաքրքրվում են։ Հնարավոր է, որ Երևանի բուհերում սովորեն առանց ուսման վարձի։ Մենք դարձնելու ենք բոլոր ուսանողների վարձը անվճար եւ դա անելու ենք շատ արագ, որ բոլոր տաղանդավոր մեր երիտասարդները հնարավորություն ունենան սովորելու։ Մեզ շատ գրակետ, շատ ուժեղ երիտասարդություն է պետք։ Նոր Հայաստանում միայն դա է հարկավոր։ Դա մենք անելու ենք միանգամից շատ արագ բոլոր ուսանողների համար։ 300,000 աշխատատեղ լինելու է Հայաստանում բարձր աշխատավարձերով, վստահեցնում է ուժեղ Հայաստանը։ Վանաձորում մեծ գործարան են կառուցելու։ Մեր այս աղքատությունը, Վանաձորի իջնող բնակչությունը մեզ սազական չի։ Վանաձորը ամեն տասնամյակ բնակչությունը շեշտակի անկում է ապրում։ Մարդիկ չունեն աշխատանքի զբաղմունք։ Չկա զարգացում, կա ասֆալտ, չկա զարգացում։ Ուժեղ Հայաստանը խնդրում է հայրենակիցներին թույլ չտալ, որ իրենց փոխարեն մեկ ուրիշն ընտրի։ Հունիսի 7-ին պետք է հետաձգել բոլոր գործերն ու ընտրատեղամաս գնալ։ Խնդրում եմ, բոլորդ գնացեք ընտրատեղամաս։ Կատարեք ձեր ընտրությունը։ Ով չի գնում ընտրատեղամաս, ձայնը գնում է Նիկոլին, եթե չես ընտրում, ձենդ գնում է Նիկոլին։ Փաշինյանը գնում է Ալիևի մոտ, Ալիևը ինչ դնում է իր դեմը, ինքը համաձայնվում է եւ վերջի պայմանը դնում է ադրբեջանցիների գալը։ Գայանե Մովսիսյան, Հարություն Մաթեոսյան, Հայլուր։